Փորկապություն, աղիների վատ աշխատել։ Շատերիս թվում է, թե դա ուղղակի խնդիր է, եթե ցավեր չկան, ամեն օր չեն գնում դուրսարան եւ չի աշխատում մեր արհեստանոցային տրակտը, դա նորմալ է։ Կամ օգտագործում ենք բնական միջոցներ, թե երկամ անընդհատ ցավեր, թվում է, թե աշխատեց, բայց միևնույն է հետևանքների մասին մենք շատ ուշ ենք մտածում։ Շատերին պետք է բացատրել, որ ամեն օր նորմալ է, որ աղիները գործեն։ Եթե նրանք չեն դատարկում, պատճառները կարող են ամենատարբեր։ Սկսած դիսբակտերիոզային վիճակներից, միկրոֆլորայի խանգարումներից, աղիներում վերջացրած մկանային տոնուսի խանգարումով, լեղու վատ հոսքով, լեղապարկի լյարդի ֆունկցիայի խանգարումով։ Եվ որպեսզի ամբողջ նյութափոխանակության համակարգը պարզաբանվի, պատկերացվի որտեղից է ձեր փորկապության պատճառը եւ տրվի ճիշտ աշխատանք աղիների հետ, անհրաժեշտ է գրագետ հետազոտում։ Իդոսկրին թեստավորման արդյունքում սերներս մենք տեսնում ենք պատճառները։ Մակաբուծային խնդիրներից է, դիսբակտերիոզից է, թե մկանների տոնուսի անկումն է, վատարյան հոսքն է, թուլացած պատերն են, պերիստալտիկա չկա։ Սրանց որը խնդիրների վրա պետք է աշխատել համակցված, այսինքն համալիր ձևով։ Եթե դուք օգտագործեք միայն դեղամիջոցներ, որքան էլ բնական լինեն եւ լավը, միևնույն է դա քիչ է։ Անհրաժեշտ է կծկողականության ապարատի վերականգնում։ Ահա այդ խնդիրներով մենք զբաղվում ենք հատկապես արհեստամոքսային տրակտի առողջություն թեմայով անցկացվող մեր ծրագրերում։ Ստոցանիական ճիշտ կծկումը առաջին օգնությունն է ներքին օրգանների աշխատանքի լավացման։ Փորկապության հետևանքներ կարող են հանդիսանալ գլխացավեր, ալերգիաներ, մաշկային ցանավորումներ, հոդացավեր, նյարդային անգամ խնդիրներ եւ սիրտանոթային խնդիրներ։ Դա ես դեռ մի փոքր մասը նշեցի այն հետևանքների եւ խնդիրների, որոնց բերում է փորկապությունը։ Այնպես որ առողջ մաքրվող աղիները ձեր ողջ օրգանիզմի առողջության գրավականն են։